Համահունչ լինելով 5 տարերքների հետ կզարգացնենք մեր գիտակցական մակարդակը, տարերքները ինչպես երկրի վրա են, այնպես էլ մեր ներսում են: Մարմինը հողն է, աչքերը տեսնում են կրակը, այսինքն լույսը, ջուրը մենք խմում ենք և բացի դա մեր մարմնի 70-80%-ը կազմված է ջրից: Օդը մենք շնչում ենք դեպի ներս, իսկ արարչական ոգին միշտ մեր ներսում է, որին պետք է զգալ բոլոր տարերքների հետ լինելով ներդաշնակ: Հնգագիծ նույն պենտագրամ սիմվոլը ներկայացնում է 5 տարերքները: Շատերը չիմանալով սիմվոլի նշանակությունը, գիտեն, որ դա վատն է: Բացասական սիմվոլի գագաթը վերևում չէ, այլ ներքևում է, քանի որ բացասական էներգիաներ տարածող մարդիկ չեն ցանկանում, որ ոգին լինի վերևում: Դրականին ձգտող մարդը, գիտակցական երկխոսություն ունենալով ջրի հետ, իր ներսում կձևավորի խաղաղություն: Այդ խաղաղությանը հարկավոր է խմել գիտակցված, որովհետև երկխոսության ընթացքում լինում են էներգիաների փոխանակում: Նույն կերպ ուշադրությունը հարկավոր է կենտրոնացնել շնչառության վրա: Մեդիտացիայի ժամանակ շնչառությունը կարգավորելով կգտնվենք ներկայում: Ապագայի և անցյալի մասին մտածելով մեր էներգիաները կենտրոնանում են այնտեղ, իսկ գիտակցված շնչառությունը կպահի ներկայում, քանի որ այն տեղի է ունենում այս պահին: Այսքանից հետո կրակին նայելով մեր աչքերը կնկատեն իրական լույսը, երբ կընկալենք, որ իրական լույսին պետք չէ տեսնել, պետք է զգալ: Այն մեր ներսում է, այն մեր հոգին է, որի ներսում գտնվում է արարչական ոգու մասնիկը: